Նոյեմբերի 7-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության հարցն է։ Ֆակտոր TV-ի տաղավարում հյուրընկալել ենք թեկնածուներից Հասմիկ Հարությունյանին, որը ոչ դատավոր անդամի թեկնածու է։ Բարև ձեզ Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հարությունյան, էթիկայի հանձնաժողովը ըստ էության ամենախնդրահարույց հանձնաժողովներից մեկն է ընդհանուր ժողովի, որովհետև այստեղ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այսպես ասած, գործընթացն է սկսվում, վարույթներ են հարուցվում։ Ինչու եք ցանկանում այս խնդրահարույց հանձնաժողովի անդամ դառնալ։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար եւ այս կարևոր հարցին թեմային անդրադառնալու, կարծում եմ ոչ միայն ինքնին ժողովի այս հերթական ժողովը եւ մրցույթն է կարևոր, այլ առհասարակ կարգապահական պատասխանատվության հետ կապված հարցերը դատավորների, որովհետեւ դրանք ուղղակիորեն առնչվում են դատավորների անհատական վերցրած, անհատապես եւ դատական համակարգի ինստիտուցիոնալ առումով նաեւ վերցրած անկախության հետ, ինչը մշտապես եղել է իմ եւ կազմակերպության գործունեության առանցքում, բայց եկեք ձեր թույլտվությամբ չհամաձայնվեմ այն բառի հետ, բառակապակցությամբ, որ ամենախնդրահարույցն է, երևի հակառակ մոտեցումով կանք կարգապահական պատասխանատվության հետ կապված հարցերն են, որ վերջին տարիներին Հայաստանում ավելի խնդրահարույց են։ Հանձնաժողովը իհարկե եթե համեմատենք գնահատման հանձնաժողովի, ուսումնական հարցերով հանձնաժողովի հետ ավելի շատ, այսպես ասած, պատասխանատվություն ունի, չթերագնահատելով առհասարակ մյուս երկու հանձնաժողովների գործունեությունը, ինքս նախկինում լինելով անդամ կհաստատեմ, որ կարևորագույն առաքելություն ունեն բոլոր հանձնաժողովների եւ գործունեությունը, թերևս զուտ հաշվի առնելով այն գործառույթների շրջանակը, որը տրված է էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին, դրանով պայմանավորված որոշակի առանձնահատկություններ կան։ Հիմա դառնանք այն հարցին, թե ինչով է պայմանավորված ցանկությունը առաջադրվելու։ Երևի սկսեմ նախապատմությունից այն մասով, թե ոլորտային որպես գործունեություն կային կազմակերպությունը, որը ներկայացնում եմ մրցույթին, իր առանցքում մեծապես մշտապես կարևորել է դատական իշխանության հետ կապված հարցերը, դատավորների եւ ընդհանուր առմամբ դատական համակարգի արդյունավետ եւ անկախ գործունեությունը, ինչը դրսևորվել է տարբեր ձևաչափերով, հա, ինչպես կարգապահական վարույթների մոնիտորինգը, մշտադիտարկումները եւ համապատասխան զեկույցների կազմումը, որը թույլ է տվել վերհանել հիմնական խնդիրներ եւ օրենսդրական մակարդակում եւ նաեւ պրակտիկայում եւ դրա հիման վրա արդեն նաեւ ձևավորել որոշակի առաջարկություններ։ Սա մշտապես, անդրադառնանք այն հիմնական խնդիրներին, որոնք իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը իր գործունեության ընթացքում այս կարգապահական հարցերով արձանագրել է, հենց մի քանի կետով այդ։ Իհարկե, անպայման դրանք անդրադառնամ, բայց եթե թույլ տաք վերջացնեմ, որպեսզի հստակ լինի նաև պատասխանը, տարբեր հարցերի առնչությամբ զբաղվելով եւ կարգապահական վարույթների եւ դատավորների գնահատման հետ կապված մշտապես ներգրավված լինելով տարբեր միջազգային եւ տեղական որոշակի process-ների, տալով նաեւ մեր կարծիքները խնդրահարույց օրենսդրական նախագծերի վերաբերյալ մենք փորձել ենք դրական կերպով ազդել, որպեսզի այն օրենսդրական բազան, որը որ կա կարգապահության, գնահատման եւ ցանկացած այլ հարցի հետ կապված, որը վերաբերում է դատական իշխանության եւ դատավորներին, լավագույնս բխի վերջիններիս իրավունքների եւ շահերի պաշտպանությունից վերջնարդյունքում իշա անկախ արդարադատության եւ արդյունավետ, եւ սա ոչ միայն այս հարցով է, հա, դրսևորվել, սակայն աշխատանքը մշտապես եղել է այսպես այլ հարթության մեջ, հիմա նման առաջադրմամբ եւ մրցույթին մասնակցելու միջոցով փորձ է արվում նաեւ մաս կազմել որոշումների կայացմանը։ Սա մի կողմից նաեւ ավելի մարտահրավերային է, բնականաբար ավելի պատասխանատու եւ ինչու՞ չէ նաեւ ինձ անձնապես թույլ է տալիս հետևողականորեն գնալ այն բոլոր խնդիրների հետևից, որոնք մենք վեր ենք անել։ Հիմա դառնանք այդ հարցի մյուս մասին, ինչ խնդիրների մասին է խոսքը։ Այստեղ մի քանի հարթության մեջ պիտի դիտարկենք, առհասարակ գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կարգապահական վարույթների թիվը մեծացել է։
Եվ մեծացել է, եթե մենք նայենք համաչափությունը, թե որ հարուցելու իրավասություն ունեցող որ մարմինների կողմից են ավելի շատ վարույթներ հարուցվել, ապա այստեղ պատկերը հստակ է եւ գերակշիռ մասը ստատիստիկայի վիճակագրությամբ որ նայենք 21, 22, 23 թվականի կտրվածքով արդարադատության նախարարության կողմից հարուցված վարույթների մասին է, հա, խոսքը։ Այստեղ որպեսզի նաեւ մեր հանդիսատեսին պարզ լինի, ընդհանուր առմամբ դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված են 3 հիմնական մարմիններ՝ Արդարադատության նախարարությունը, Ընդհանուր ժողովի կողմից ձևավորված էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ավելի սահմանափակ հիմքեր ունի օրենքով նախատեսված, հա։ Եվ այստեղ խնդրահարույց հարցեր կան, որովհետեւ մի կողմից քննարկման առարկա է եւ վիճելի հարց է, ինչքանով պիտի գործադիրը որպես այդպիսին իրավասություն ունենա վարույթներ հարուցել եւ ինչպես անել, որպեսզի այդ հնարավորությունը չչարաշահվի եւ մեր դիտարկումները ցույց են տվել, որ շատ դեպքերում, այո, ես չեմ վարանի ասել, որովհետեւ դա նաեւ արձանագրված է գրավոր զեկույցներում, որ ընտրովի մոտեցումները նկատվել են, նաեւ դրա տրամաբանական շարունակությունը արդեն թե ինչպիսի պատասխանատվության միջոցներ են դատավորների ընտրվե արդեն հետագայում որոշում, վերջնական որոշում կայացնող մարմնի կողմից, որը բարձրագույն դատական խորհուրդն է, եւ ընդհանուր առմամբ մենք ոլորտում ունենք մի պատկեր, որտեղ շատ հաճախ կարգապահական պատասխանատվության գործիքակազմը որպես մահակ օգտագործվում է դատավորների վրա ճնշումներ գործադրելու համար։ Հիմա ինչպես կարող է այս իրավիճակը փոխվել, հա? Եթե կարելի է այստեղ մի հակադարձում դիտարկում, որը գալիս է արդեն էլի իրավական հանրության կողմից, այ նաև կա նման տեսակետ, որ չենք կարող արդարադատության նախարարությունից վերցնել այդ լիազորությունը, որովհետև էթիկայի հանձնաժողովում էլ գուցե կորպորատիվ շահեր կան, դատավորները չեն ցանկանում միմյանց նկատմամբ վարույթներ հարուցել եւ ի վերջո նաև նրանք մեծ թիվ են կազմում այս հանձնաժողովի 6 անդամ դատավոր է, 2-ը ոչ դատավոր անդամ։ Դուք խոսում եք այս կողմի մասին, բայց մյուս կողմն էլ հակառակն է ասում, որ էթիկայի հանձնաժողովում էլ ամեն ինչ նորմալ չէ։ Ձեր դիտարկումը տեղին է եւ ես գալու էի դրան, որ որպեսզի հնարավոր լինի գործադիրի կողմից այս իրավասությունը վերջնարդյունքում սահմանափակել, պիտի էլ ավելի ուժեղացվի եւ էլ ավելի անկախ դարձվի մյուս մարմնի, հա, ընդհանուր գործունեությունը, ընդհանուր ինչպես է ձևավորվում, ինչ անդամներ կան եւ առհասարակ ինչպես է գործում, ինչը ի հակակշիռ արդարադատության նախարարության որպես գործադիր մարմին ունակ կլինի այդ ռիսկերը նվազեցնել։ Եվ այստեղ սա հարց է, որը միայն տեղական մակարդակում չի քննարկվել, դեռևս մի քանի տարի առաջ այս հարցերը ուղղված են եղել եւ Վենետիկի հանձնաժողովին կա համապատասխան կարծիք, այս մասով մեկնաբանություն ունի նաեւ Գրեկոն եւ բոլորի կողմից հստակ այդ մոտեցումը նշված է, որ այո, կան մտահոգություններ գործադիրի կողմից հարուցվող վարույթների առնչությամբ, սակայն միևնույն ժամանակ պետք է այնպեսի մի իրականություն եւ օրենսդրական եւ պրակտիկ մակարդակով հա ստեղծվի, որը հզորացնելով եւ ավելի անկախ դարձնելով հանձնաժողովը եւ առհասարակ բոլոր հանձնաժողովների մասին կարելի է խոսել, որովհետեւ դրանք ինքնավարության կարեւոր դրսեւորումներն են դատական համակարգի ներսում եւ իրականում դատական համակարգի հզոր գործիքներ, որոնք պիտի նպաստեն եւ նպաստում են ավելի անկախ գործունեությանը եւ բարեփոխելով այդ հանձնաժողովները, տվյալ պարագայում էթիկայի հանձնաժողովը հնարավոր պիտի լինի վերջնարդյունքում արդարադատության նախարարությունից այս իրավասություն վերցնել, հա։ Պիտի նշեմ, որ վերջին տարիներին եղել են նման նախագծեր եւ այստեղ ես նաեւ հրապարակային պիտի ասեմ, որ մենք ինքներս դեմ ենք եղել, որպեսի էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված շատ կոշտ փոփոխություններ տեղի ունենան, ինչի մասին է խոսքը, նախագծերից մեկով նաեւ առաջարկում էր, որպեսի ընդհանուր ժողովից այդ իրավասությունը վերցվի։ Հիմա ընդհանուր ժողովն է ընտրում անդամներին էթիկա եւ կարգապահական հարցերով եւ ձեր հարցը, թե կորպորատիվիզմի հետ կապված հարցեր կարող են լինել, կապվում էր նաև նրա հետ։ Սակայն մենք կարծում ենք, որ ընդհանուր ժողովից այդ լիազորությունը վերցնելը հարցի լուծում չէ, ընդհակառակը դա սխալ է, որովհետև նախ դատավորները իրենք պիտի մասնակցեն դատական համակարգի ներսում կարևոր մարմինների ձևավորմանը եւ եթե նույնիսկ կան հարցեր, պիտի մոտեցումները այնպիսին լինեն, այնպիսի
քայլեր ձեռնարկվեն եւ օրենսդրական եւ պրակտիկայի շտկման առումով, որը ունակ կլինի եղած խնդիրները լուծել, հնարավորինս քիչ վնաս հասցնելով դատական իշխանության ինքնավարությանը իդեմս ընդհանուր ժողովին։ Եվ սա պիտի կրկին նշեմ, վերաբերում է բոլոր հանձնաժողովներին։ Մենք հիմա խոսում ենք էթիկայի հանձնաժողովի մասին, բայց ես կուզեմ տարածենք բոլորի վրա, անկախ նրանից, որ քննարկվում է այս մրցույթի X կամ Y տեխնացիայի հարցը, որտեղ վերջի վերջո շահառուները անկախ դատական համակարգի բոլորս ենք, նաև դատավորները ինքնին, հա։ Եվ Ցավոք սրտի այդ փոփոխությունները առհասարակ որևէ զարգացում չեն ունեցել, ոչ միայն կազմի տեսանկյունից է փոփոխություն տեղի ունեցել, որովհետև հարցերից մյուս լուծումներից մեկը կարող էր լինել կազմի ընդլայնումը, որը հնարավորություն կտար ավելի ոլորտային նաև ընդգրկում ունենալ եւ փաստաբաններ, եւ իրավաբան գիտնականներ, եւ քաղաքասարակություն, որը հնարավորություն կտար այդ process-ը ավելի մասնակցային դարձնելով, ոլորտի ավելի պրոֆեսիոնալների ներգրավմամբ ի օգնություն դատավոր անդամների նաև, հա։ Դատավոր եւ ոչ դատավոր անդամների ինչպիսի համամասնություն կլիներ, տեսեք, կար, եթե չեմ սխալվում, 11 անդամի հետ կապված դեռևս 2 տարի առաջ նախագիծ, դրանից հետո փոփոխություն եղավ 6-ը 5 հարաբերակցությամբ, որտեղ դատավոր անդամները պիտի մեծամասնություն լինեն, եւ դա միջազգային չափանիշներով պահանջված է, որովհետեւ էլի պիտի կրկնեմ, վերջի վերջո պիտի հնարավորությունը եւ էթիկայի հետ կապված հարցերով եւ դատավորների գործունեության գնահատման հետ կապված հարցերով տրվի դատավորներին։ Ինչքան էլ շատ կարեւոր է, ես ինքս լինելով քաղաքասարակության ներկայացուցիչ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, այո, կարեւոր է, որպեսզի ՀԿ սեկտորը ներգրաված լինի եւ սա իսկապես շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ հնարավորություն է տալիս, որպեսզի ՀԿ-ները ներսից ավելի հանգամանալից ծանոթանան այն process-ներին, որը իրականում կա, ավելի մոտիկ գտնվեն եւ գոյություն ունեցող եւ չունեցող խնդիրներին, որպեսզի պատկերը ավելի իրական լինի եւ ՀԿ ներկայացուցիչները այստեղ հանրության կարծես ականջները եւ աչքերը լինեն դատական համակարգի ներսում եւ սա նաեւ փոխում է որոշակի կարծրատիպեր երկու ստեկ, հա, կարծես թե դատական համակարգը շատ հաճախ ընկալվում է այլ կերպ, բայց երբ դու հնարավորություն ունես ներսում լինել, կարող ես խնդիրները ավելի թիրախավորված լինել եւ սա հակառակն է, որովհետեւ դատական համակարգի մոտ էլ կարող է լինել այլ մոտեցում նաեւ ՀԿ սեկտորի հետ կապված եւ սա երբ որ կա այդ հնարավորություն ավելի մասնակցային դարձնելու, նաեւ գոյություն ունեցող որոշակի կարծրատիպեր կոտրելու հնարավորություն է տալիս։ Բայց մենք այսօր հերթական ընդհանուր ժողովի մրցույթի ժամանակ ցավոք սրտի դեռ չունենք որևէ օրենսդրական փոփոխություն ոչ կազմի անդամների թվի հետ կապված, ոչ ձևաչափի, ընդ որում այստեղ պիտի նաև նշեմ, որ ելի պիտի կրկնեմ, որ այն ձևաչափը, որը որ առաջարկվում էր, մենք դեմ ենք եղել ոչ միայն ներպետական մակարդակում եւ այլ նաև միջազգային կառույցների հետ քննարկումների ժամանակ, սա իհարկե կարող է նաև մեր դեմ օգտագործվելով նշելով որ տեսեք ավելի հեշտ ընթացակարգեր կարող են գոյություն ունենալ, սակայն այստեղ նաև պիտի միանգամից նշենք, որ իմ եւ կազմակերպության գործունեությունը երբեք միտված չէ նեղ անձնական, հա, որոշակի հնարավորություններ ստեղծելու, այլ համակարգային ողջ դատական համակարգի համար արդյունավետ եւ իսկապես գործուն փոփոխություններ բերելու։ Հետևաբար, ինչպես մեր մոնիտորինգային աշխատանքները, զեկույցները, որոշում կայացնողների ներկայացվող առաջարկները, հետագայում այդ առաջարկների վերաբերյալ advokatiայի իրականացումը, քննարկումները, դեբատները, ապօրինի հարուցված եւ ոչ օրինական ճանապարհով կամ վիճելի լիազորությունների դադարեցման դատավորների դեպքերով մեր հանրային քննարկումները, այդ ամենը միշտ միտված է եղել համակարգը ավելի անկախ դարձնելու եւ խնդիրների մասին խոսելու, իսկ այս հերթական մասնակցությունը փորձ է ավելի մոտ գտնվելու որոշումների կայացման արդեն ներսից։ Եվ նաեւ մի հատ այս հանձնաժողովների կառույցների իրավասու մասով ավարտենք, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով կարծես կան քննադատություններ, ձեր կարծիքով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որքանով պիտի մասնակցություն ունենա եւ բարույթ հարուցելու իրավասություն ունենա եւ եթե ոչ այս հանձնաժողովը, ապա այս դեպքում ձեր Տեսեք, հանձնաժողովը ինքը նոր մարմին է, հանրատաբար նոր մարմին է, թե պետք որ նայում ենք արդեն այդքան էլ նոր չի, արդեն
6 տարի, 15 թվականից, եթե չեմ սխալվում 18, եւ հաշվի առնելով այն մանդատը գործառույթային կազմը, որը տրված է այդ հանձնաժողովին, որոշակի ասպեկտներով նաեւ բարեվարկության ստուգման հետ կապված, շահերի բախման հետ կապված հարցերի առնչությամբ բնականաբար կարող են ի հայտ գալ որոշակի հարցեր, որոնք ուղղակիորեն կախված լինեն նաեւ դատավորների եւ վերջինիս գործունեության հետ։ Բայց այստեղ պիտի հաշվի առնենք, որ այդ հիմքերը բավականաչափ սահմանափակ են դատական օրենսգրքով նախատեսված, այսինքն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի այն նույն ծավալով հնարավորություններ, որ օրինակ տրված է էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության նախարարությանը, խոսքը չի գնում հարուցելու մասին, այլ հարուցման հիմքերի մասին, հա, բոլոր երեքն էլ հավասարապես այդ հնարավորությամբ ունեն, սակայն ԿԿՀ-ի պարագայում այդ հիմքերը ավելի սահմանափակ են եւ պրակտիկայում մենք շատ հաճախ չենք հետեցնում, եթե ես չեմ սխալվում, երևի մեկ դեպք է տեղի ունեցել եւ լավ քննադատության տեղիք դա նույնպես արժանացել է, բայց կարծում եմ հաշվի առնելով պետության կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որդեգրած քաղաքականությունը, սա պետք է դիտարկել դրական քայլ, սակայն պետք է նաև լինեն գործուն երաշխիքներ, որ դա իր հերթին եւս չօգտագործվի որպես հերթական մահակը դատավորներին ճնշելու կամ կարգապահական պատասխանատվության ինստիտուտը ոչ նպատակային օգտագործելու համար։ Երբ ես ասում եմ ոչ նպատակային, այստեղ պիտի շատ հստակ լինի, նույնը կարող ենք ասել նաև արդարադատության նախարարության հետ կապված եւ ես կարող եմ թվարկել բազում օրինակներ, որոնց պարագայում օրինակ այդ վարույթների հարուցումը ոչ նպատակային է եղել։ Կարգապահական պատասխանատվության բուն դատական օրենսգրքով նախատեսված բովանդակային նպատակային նշանակությունից շահվել է, ինչու՞ չէ օրինակ եղել են ընտրովի դեպքեր, եղել են դեպքեր շատ վիճելի, երբ որ հարուցվել են վարույթներ, որոնց պարագայում հիմքը, որը մատնանշվել է, շատ ավելի նաև մոտ է եղել այն հարցին, որ դատավորը ինչպես է մեկնաբանել օրենք, ապացույցը կամ փաստը ինչու չի կարել է։ Եվ նման դեպքերն են, որ թույլ են տալիս ասել, որ կարող է դառնալ չարաշահվող այդ հարուցումները եւ վերջնարդյունքում ստեղծվի մի իրավիճակ, երբ որ դատավորները ստիպված լինեն առհասարակ չխոսել խնդիրներից, որովհետեւ կա մտավախություն, որ վարույթ կհարուցվի, կամ կաշկանդվածություն զգան որոշակի գործողություններ իրենց գործառույթների իրականացնելիս, որովհետեւ անկանխատեսելի է դառնում, թե որ իրավիճակում վարույթ կհարուցվի։ Սրանք հարցեր են, որոնք պիտի լուծվեն, եւ լուծումներից մեկը իմ կարծիքով պիտի լինի հենց դատական համակարգի ներսում ձևավորվող մարմինների ուժեղացումը, որոնք ի հակակշիռ գործադիրի կարող են ապահովել, որպեսզի process-ները մի կողմից շատ արդյունավետ անկախ լինեն եւ այլ հարուցում իրականացնող մարմինների անհրաժեշտություն չլինի։ Սա այն է, ինչ ասում են նաեւ միջազգային գործընկերները, իդեմս Վենետիկի հանձնաժողովի եւ Գրեկոյի։ Տիկին Հարությունյան, պահպանելով առաջիկա ընտրությունների ժամանակ թեկնածուների նկատմամբ սոլիդարությունը, կոնկրետ թեկնածուների վերաբերյալ հարցեր չեմ ցանկանում հնչեցնել, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ դուք քննադատել եք այս հանձնաժողովի կազմում փաստաբանների ներկայությունը, ինչպես նաև կարծում եք եւ հողում եք կատարում կարծես թե օրենքին, որ պետք է ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ մասնակցեն լինեն հանձնաժողովի կազմում, ինչու եւ որտեղ են գալիս խնդիրները եւ ինչքանով հանձնաժողովը արդյոք կառաջանան անկախության խնդիրներ, եթե ցանկացած հասարակական կազմակերպության ներկայացուցիչ կարողանա լինել հանձնաժողովի անդամ եւ փաստաբանները։ Տեսեք, ցանկացած կառույցի ներսում լինի դա էթիկայի հանձնաժողով, վերցնենք մեկ այլ նախարարության կամ օրենսդիր մարմնի ներքո ձևավորվող կառույց, որը իր առջև ունի դրված խնդիր, որը պիտի լուծի, դա լավագույնս կարող է իրականացվել, եթե մասնակցություն են ունենում ոլորտային կառույցներ։ Ես բնականաբար դուք իրավացիորեն նշեցիք, որ տեխնացուների հետ կապված որևէ կարծիք չեմ կարող հայտնել, չեմ կարող հայտնել նաև այն առումով, որովհետև ունեմ շատ դրական վերաբերմունք եւ այստեղ քննարկումը ընդհանրապես դրա մասին չէ, սակայն իմ նշած Վենետիկի, Գրեկոյի հետ կապված քննարկումների փուլում հենց այդ հարցերն էլ էր քննարկվում, որ
պիտի այնպիսի փոփոխություններ կատարվեն կազմի ընդլայնման հետ կապված, որպեսզի հնարավորություն տրվեց, որ իսկապես, եթե մասնակցում են երկու քաղաքասարակության ներկայացուցիչներ, դրանք լինեն իսկապես ոլորտային ներկայացուցիչներ, եթե ներգրավում ենք ակադեմիկ իրավաբան գիտնականներ համալսարաններից, իսկապես այդ տեղը հատկացված լինի դրան, եթե փաստաբաններից են գալիս փաստաբաններ, սակայն այստեղ նաև կային որոշակի քննարկումներ սահմանափակումների հետ կապված նույնպես այդ նախագիծը եղել է հրապարակային, սա մի բան չէ, որ գաղտնի է, որ եթե փաստաբան է ներգրավում, պիտի միգուցե նաև սահմանափակվի պրակտիկ գործունեությունը, որովհետև կարող են օբյեկտիվորեն առաջանալ շահերի բախման հետ կապված հարցեր, որովհետև եթե անձը ես հիմա զբաղվեմ դատավորի էթիկայի հետ կապված հարցերով, բայց վաղը իր հետ պիտի ունենամ կոնկրետ դատական գործի քննություն, բնականաբար կարող են որոշակի ռիսկեր առաջանալ, հա։ Սակայն սրանք արդեն կարծես թե բաց ենք թողել մենք պահը։ Երբ որ ասում եմ մենք, պետությունը իդեմս որոշում կայացնողները, որովհետև հարցերը, որոնք պիտի լուծվեին իշահ դատական համակարգի, իշահ դատավորների անկախության, որովհետև այն ամեն ինչ ես այստեղ նշում եմ, անհատական եւ ինստիտուցիոնալ մակարդակում դատավորների անկախության համար ավելի մեծ երաշխիքներ ստեղծելու միտված լինեն, սակայն որևէ փոփոխություն այդ մասով չի արվել։ Սա այլ հարց է, սա մեկ այլ քննարկման ժամանակ կարող ենք նաև քննարկել, թե ինչ կարող էր Արդարադատության նախարարությունը անել կարգապահական վարույթներ հարուցելու փոխարեն, որ ավելի գործուն կարող էր լինել, բայց ունենք այն, ինչ ունենք այսօր, եւ այդ մասով ես այո, մնում եմ այն կարծիքին, որ ինչքան ոլորտային ներգրավվածություն լինի, ինչքան իրական լինի, դա երկուստեք բխում է եւ քաղաքասարակության շահերից եւ դատական իշխանության։ Եվ այստեղ մի դիտարկում, դուք փաստաբանների հետ կապված մյուս կողմից այդ փաստաբանները պրակտիկ իրավաբաններ են, որոնք շատ հաճախ տեղյակ են խնդիրներից եւ երբ որ դատավորի հետ կապված որևէ քննարկում է լինում վարույթ հարուցելու, նրանք լինելով ներգրավված լինելով այդ գործընթացներին շատ ավելի լավ են պատկերացնում, թե արդյոք այստեղ դատավորը կարող էր մեղավոր լինել, sense չակերտավոր մեղավոր անմեղ լինել, այսինքն արդյոք փաստաբանի դերակատարությունը այս առումով կարևոր չէ, որովհետեւ ինքը ես առանց քննադատելու իրավաբան գիտնականին, որ օրինակ պրակտիկ փաստաբանի փորձ չունի, բայց շատ հաճախ կարող է այդ դատարանում չհայտնվող իրավաբան գիտնականը շատ լավ գիտությամբ զբաղվել, բայց պրակտիկայի հետ կապված խնդիր առաջանալ, հետեւաբար ինչու փաստաբանը չմասնակցի այդ գործընթացին։ Հարցադրմամբ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ոչ փաստաբանը պիտի լինի, ոչ իրավաբան գիտնականը, ոչ էլ առավել եւս քաղաքասարակության ներկայացուցիչ, որովհետեւ մենք էլ շարունակաբար այդ ոլորտում տարբեր դիրքերից ենք հանդերձ գալիս։ Այստեղ ինձ թվում է հարցադրումը այլ կերպ պիտի անենք, հնարավորություն տալով հանդերձ, ինչպիսի երաշխիքներ պիտի ստեղծվի, որպեսզի այդ սահմանը պահվի եւ դատավորների գործունեության անկաշկանդության, փաստաբանների նաև լրացուցիչ ռիսկեր չառաջանան։ Եթե դա պիտի իրականացվի փաստաբանական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելով, մոտեցումներից մեկը դա կարող է լինել, հա, եթե դա պիտի վերաբերվի բացառապես այնպիսի քաղաքասարակության ներկայացուցիչի, որը իսկապես աշխատել է դատական համակարգի ոլորտում, որտեղ տիրապետում է, ունակ է հասկանալ խնդիրները եւ ոչ թե ուղղակի լսել է, որ դատական համակարգում կան խնդիրներ, ուզում է գա մասնակցել, սա ավելի մեծ խնդիր կարող է ստեղծել։ Այսինքն մոտեցումը այնպիսին պիտի լինի, որ ցանկացած նոր լուծում, հնարավորություն, որը տրվելու է այս պարագայում կլինի դա համալսարանից եկող իրավաբան գիտնականի բավականին պաշար, մեծ պաշար, փորձ, գիտելիք ունեցող նախկին դատավորի, փաստաբանի, թե իրավապաշտպանի, զուգահեռաբար լինեն նաև այնպիսի երաշխիքներ, որոնք լրացուցիչ ռիսկեր չեն ստեղծի դատավորների անկախ գործունեության համար, լրացուցիչ ռիսկեր չեն ստեղծի նաև մյուս կողմի համար, որը իր վերջի վերջո իր հիմնական աշխատանքին զուգահեռ է այդ գործառույթը իրականացնելու, հա։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսին է հանձնաժողովը, ինչ կազմ ունի հանձնաժողովը, ի վերջո դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ հավասար, հա, դատավոր եւ ոչ դատավոր անդամներ կան։ Արդյոք այսպիսով չի լուծվում այն խնդիրը, որ եթե հանկարծ հանձնաժողովում ինչ որ բան այնպես չէ, ապա բարձրագույն դատական խորհրդում կարծես թե
հավասար է ձայները եւ պիտի ճիշտ լուծումներ տրվեն։ Տեսեք, եթե պիտի հարուցվի կարգապահական վարույթը, որպեսզի հասնի արդեն որոշման կայացման փուլում։ Բարձրագույն դատական խորհուրդը որպես այդպիսին վարույթ հարուցող եւ որոշում կայացնող չէ, որոշում կայացնող։ Բայց իդեպ պիտի նշեմ, որ 3-4 տարի առաջ նման խնդրահարույց նախագիծ եղել է, որով փորձ էր արվում օրենսդիր մարմնի կողմից, առանձին պատգամավորների կողմից է փորձ արվել նման նախագիծ մշակել, որը պիտի հնարավորություն տար, որ քաղաքացիները դիմեն ԲԴԽ-ին եւ ԲԴԽ-ն վարույթ հարուցի եւ որոշում կայացնի։ Կրկին մենք այս նախագծին դեմ ենք եղել, սա վատագույն լուծումներից մեկն էր, որը իբր պիտի միտված լիներ ավելի արդյունավետ եւ անկախ պրոցեսներ ստեղծելուն, բայց ձեր ասացի պարագայում այդ ռիսկերը չեմ կիսում այն առումով, որ պիտի հարուցվի ինչ-որ պրոցես, որ նոր հասնի ԲԴԽ-ին։ Եթե մենք խոսում ենք խորհրդի մասին, որպես մարմին, թե ինչպես է ձևավորվում, ինչպիսի կազմ ունի, դա այլ հարց է։ Այստեղ մի շարք այլ հարցեր են առաջանում կապված այլ գործառույթների իրականացման հետ, որտեղ խորհուրդը ոչ միայն կարգապահական վարույթներով չի, չէ՞, զբաղվում դատավորների ընտրությունը, նշանակումները եւ մի շարք այլ բյուջեի հետ կապված այլ հարցեր, մի շարք դատական օրենսգրքով նախատեսված կարևոր ֆունկցիաներ, որտեղ բնականաբար որոշումների կայացման համար շատ կարևոր է կազմը, ինչպիսի ձայների համամասությամբ է տեղի ունենում այդ process-ը։ Այս առումով նույնպես եղել են մշտապես քննարկումներ, թե արդյոք պիտի հավասար լինի դատավոր եւ ոչ դատավոր անդամների հարցը։ Վերջին զարգացում, որպես այդպեսին կարող եմ նշել խնդրահարույց կապելով կարգապահական վարույթների հետ, դա կապված է նրա հետ, որ եթե կհիշեք 2 տարի առաջ փոփոխություններ տեղ ունեցան շատ արագ կերպով դատական օրենսգրքով, որը հնարավորություն էր տալիս ավելի քիչ ձայների պարագայում դատավորների լիազորությունները դադարեցնել, ունեցանք վատ նախադեպ, սակայն լավը այն է, որ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո նաև այդ փոփոխությունն է տեղի ունեցել, որովհետև դա իսկապես շատ ռիսկային, շատ վտանգավոր գործիքակազմ էր, որը հնարավորություն էր տալիս 5 անդամի միջոցով եւ այդ 5 անդամը կարող պարտադիր չի որ լինի բացառապես ոչ դատավոր անդամ կամ դատավոր, նշանակում է կեսով դու կարող ես դատավորի գործունեության ճակատագրի համար լրջագույն որոշում կայացնել, որը կարող է ոչ միշտ լինել հիմնավորված եւ օրինական եւ փաստացի դատավորի համար բացասական հետևանքներ առաջանան։ Քանի որ դա իսկապես խնդրահարույց էր եւ չէր համապատասխանում միջազգային նաեւ մոտեցումների ստանդարտներին, ճիշտ է աշխատեց, բայց կար ժամանակ հետո փոխվեց նաեւ այդ օրենսդրական կարգավորումը, այսօր այդ մասով ունենք կարծես թե փոփոխություններ, բայց ԲԴԽ կազմի հետ կապված դա այլ հարց է։ Ազգային ժողովի կողմից ընտրելու ընթացակարգ, ինչպես է լինում, ինչքանով են արժանիքահեն, իհարկե այդ ամեն ինչը վերջնարդյունքում կարող է կապվել նաև ձեր հաջորդ հարցի հետ, որը ես տրամաբանում եմ, որ դուք կարող եք տալ, բայց այդ դեպքում, եթե այնտեղ էլ խնդիրներ կան, ինչպես կարող ենք ասել, որ կարգապահական պատասխանատվության որոշումները ճիշտ են կայացվում, մեր մշտադիտարկումները այս առումով ցույց են տալիս, որ առանձին դեպքերում կան լրջագույն հարցեր ընտրվող պատասխանատվության միջոցի, կարգապահական վարույթների ընթացքում ընտրվող պատասխանատվության միջոցի համաչափության հետ, ինչ է կատարվել եւ ինչ միջոց է ընտրվել որպես սանկցիա համաչափության հետ, որովհետեւ նախ չկա որոշակի միասնական մոտեցում, որ համանման բոլոր դեպքերում, օրինակ նկատողությունն է վրա հասնում, մենք տեսնում ենք, որ ինչ որ դեպքում կարող է շատ ավելի խիստ լինել եւ ավելին բավարար հիմնավորում չկա, ականատես են եղել վերջին շրջանում բավականին դեպքերի, երբ որ լիազորությունների դադարեցման դեպքեր են եղել, կրկին հիմնավորումները բավարար չեն եղել, ինչու եմ ասում բավարար չեն, որովհետեւ սոսկ օրենսդրության հղումները սպառիչ չեն, որպեսզի փարատեն կասկածները, թե ինչքանով են այդ որոշումները օրինական, ավելին ասեմ, եւս մեկ հերթական խնդրահարույց հանգամանքներից մեկը, որ մենք երկար ժամանակ խոսում ենք, բայց այդպես է լուծում չստացավ, դատավորները զրկված են բանի հնարավորությունից, բողոքարկելու հնարավորությունից, թեպետ օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցավ, որը թույլ էր տալիս, որ դատավորը ում վերաբերյալ որոշում է կայացվել, հնարավորություն ունենա դիմել եւ
բողոքարկել, օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, բայց փաստացի պրակտիկ դա չի կիրառվում եւ զրկված են այդ հնարավորությունից, որովհետեւ համապատասխան կարգը, որը պիտի ընդունվեր, որոշումը, որով սահմանվեր կարգը, դեռևս կյանքի կոչված չէ։ Ժամկետներ նշված չէին։ Ժամկետները նշված չէին, բայց դա չի նշանակում, որ անվերջ կարող է հոսել, որովհետեւ այդ անվերջ հոսելու պարագայում դատավորները զրկված են լինում եւ սա այն պարագայում, երբ որ միայն վերջին 3 տարվա ընթացքում մենք ունեցանք շատ վիճելի դեպքեր։ Իհարկե այդ վիճելի դեպքերը կարծում եմ շատ շուտով նաև մենք եվրոպական դատարանից որոշակի արձագանքների տեսքով այս իմ հնչեցրած մի շարք խնդիրների լուծումների տեսքով կստանանք նաև, հա, պատասխան, սակայն ցանկալի չէ սպասել միջազգային որոշակի process-ների հանգուցալուծման այն դեպքում, երբ որ այստեղ շարունակվում են խախտումները, շարունակվում են մնալ, հա։ Եվ վերադառնալով էթիկայի հանձնաժողովին, վերջին հարցը հնչեցնեմ, ձեր կարծիքով էթիկայի հանձնաժողովում դուք փորձելու եք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կարգապահական վարույթներ հարուցվեն դատավորների նկատմամբ, թե ստեղծելու եք այնպիսի հիմքեր, որ դատավորները էթիկապես ավելի ճիշտ վարքագիծ դրսևորեն եւ այսինքն դատավորների էթիկայի հարցերը կարգավորվեն այնպես, որ դրանք չհասնեն կարգապահական վարույթների հարուցման։ Վերջինի պարագայում ինձ թվում է հանձնաժողովը նման լիազորություն չունի, որպեսզի կանխվի, բայց ես չեմ պնդում, որ հանձնաժողովը վատ է գործել կամ չի գործել օրենքի շրջանակում, որպեսզի իմ կամ ցանկացած մեկ այլ անձի դերակատարումը կամ նոր ինչ-որ անձի ներկայությունը այնտեղ այդ խնդիրը լուծի։ Թերևս երևի նոր անդամի կլինի դա իմ ներկայությունը կամ ցանկացած այլ թեկնածուներից որ մեկը միտված պիտի լինի ել ավելի արդյունավետ դարձնել process-ները, որոնք կան եւ նպաստել, որ հանձնաժողովը կայանա որպես ավելի անկախ, ավելի արդյունավետ գործող, որը կստեղծի հակակշիռ գործադիրի իդեմս արդարադատության նախարարության կողմից վարույթների հարուցմանը, որը վերջնարարությունում հնարավորություն կտա ասել, որ էթիկայի հանձնաժողովը բավարար է, եկեք արդարադատության նախարարությունից այդ լիազորությունները վերցնենք։ Շնորհակալություն։ Factor TV-ի տաղավարում հյուրընկալել էինք իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության փորձագետ Հասմիկ Հարությունյանին։